Մի գիշեր, որը պետք է հանգիստ լիներ, մի երիտասարդ հղի կին ժամանում է հավաքույթի, շրջապատված սառը հայացքներով ու կեղծ ժպիտներով։ Ամեն ինչ նորմալ է թվում, մինչ որ մի թվացյալ հոգատար ժեստը փոխում է միջավայրի տրամադրությունը։ Քիչ անց նրա մարմինը սկսում է ազդանշաններ տալ, որ ինչ-որ բան այն չէ։ Եվ այդ պահին նա հասկանում է, որ այդ գիշերը երբեք էլ տոնակատարության մասին չի եղել, այլ վտանգի։ Եթե այս պատմությունը ձեզ հետաքրքրեց, մի մոռացեք բաժանորդագրվել ալիքին, ասեք, թե որ քաղաքից եք դիտում։ Շարունակենք։ Դեկտեմբերի 24-ի գիշերը մեղմորեն իջնում էր Երանի վրա, իր հետ բերելով այն սառն ու զուլալ օդը, որը բնորոշ է երանյան ամանորին։ Հյուսիսային պողոտայում գունավոր լույսերը թարթում էին խելահեղ ռիթմով, մինչ վերջին ուշացողները շտապում էին իրենց տները, թիտակ վատ փաթեթավորված նվերներով։ Բայց իսկական տոնակատարությունը սկսվելու էր Վահագնի թաղամասում, բարձր պարիսպների հարյուրամյա ընկուզենիների հետում թաքնված մի շքեղ առանձնատանը։ Անահիտ Բաղդասարյանն ուղղեց մուգ կապույտ զգեստը, որն առավոտյան այդքան խնամքով էր ընտրել։ 28 տարեկանում 7 ամսական հղի, նա գիտեր, որ բոլոր ընտրությունները կարևոր են։ Զգեստը ոչ միայն գեղեցիկ էր, այլ ռազմավարական։ Բավականաչափ համեստ, ուշադրություն չգրավելու համար, բայց բավականաչափ էլեգանտ, ցույց տալու համար, որ ինքը պատկանում է հնաոճ ճենապակու ներկրված բյուրեղապակու այդ աշխարհին։ Նրա ձեռքը բնականon կերպով դրվեց որովայնին, զգալով երեխայի շարժը։ Փափուկ ժպիտը սահեց նրա շուրթերով։ Այդ երեխան էր ամեն ինչի պատճառը։ Պատճառը, թե ինչու էր ինքն այստեղ, այս տանը, այս առանձնահատուկ գիշերը։ Հյուրասենյակի դրսից, որտեղ նա արդեն 3 օր էր մնում, Անահիտը լսեց Սաթենիկ Բաղդասարյանի անսխալական ձայնը, որն արձագանքում էր միջանցքներում։ Նրա սկեսուրն ուներ այն յուրահատուկ շնորհը, որ նույնիսկ խնդրանքը հրամանի պես էր հնչեցնում։ Սաթենիկը 62 տարեկան կին էր, որը կարծես ծնված օրվանից պատրաստ էր ղեկավարելու։ Մազերը միշտ անթերի հավաքված ցածր կոկոնի մեջ, կատարյալ մատնահարդարում, ուղիղ կեցվածք, կարծես սերունդների ավանդույթներ կրեր իր ուսերին։ Եվ իսկապես կրում էր։ Բաղդասարյանների ընտանիքը հայտնի էր երանյան բարձրաշխարհիկ շրջանակներում։ Տոհմապետը Վարդան Բաղդասարյանը 70-80-ական թվականներին ներմուծման ոլորտում կայսրություն էր կառուցել։ Երբ 5 տարի առաջ մահացավ, նա փողից ավելին թողեց։ Թողեց ժառանգություն, հեղինակություն, ապրելակերպ, որը Սաթենիկը պաշտպանում էր ատամներով։ Կամ ավելի ճիշտ, հաշվարկված ժպիտներով ու սուր բարեկրթությամբ։ Անահիտն իջավ աստիճաններով, բռնած կարմրափայտի բազրիքից։ Խորոված հնդկահավի հոտը, խառնված դարչինի մեխակի հետ, լցրել էր տունը։ Ճաշասենյակում սեղանն արդեն գցված էր գրեթե կրոնական կատարելությամբ։ Սպիտակ վուշե սփռոց, ոսկեզօծ եզրերով ճենապակյա սպասք, բյուրեղյա գավաթներ, որոնք արտացոլում էին արծաթե մոմակալների լույսը։ Սաթենիկը վերահսկում էր յուրաքանչյուր մանրուք, ծաղկեփունջը մի սանտիմետր ձախ տանելով, կարապի տեսքով ծալված անձեռոցիկի անկյունն ուղղելով։ Երբ նկատեց Անահիտի ներկայությունը, Սաթենիկը բարձրացրեց աչքերը այն ժպիտով, որը չէր հասնում իր աչքերին։ Դա սոցիալական ժպիտ էր, տասնամյակների բարեգործական ընթրիքների խորհրդի նիստերի ընթացքում մարզված։ Ժպիտ, որը շատ բան էր ասում, ոչինչ չէր բացահայտում։ Սիրելիս, Անահիտ, ինչ լավ է, որ իջար։ Սկսում էի անհանգստանալ։ Հղիներին հանգիստ է պետք, այնպես չէ։ Սաթենիկի ձայնը մեղրի պես փափուկ էր հոսում, բայց տակը մի բան կար, մի բան, որ Անահիտը սովորել էր ճանաչել վերջին ամիսներին։ Վերահսկողություն։ Հոգատարության քողի տակ թաքնված հսկողություն։ Լավ եմ, տիկին Սաթենիկ։ Պարզապես վերջացնում էի պատրաստվելս, Անահիտը պահպանեց թեթ, գրեթե անտարբեր տոնը։ Նա էլ գիտեր այդ խաղը խաղալ։ Հրաշալի է, սիրելիս։ Իդեպ, այսօր քեզ համար հատուկ բան եմ պատրաստել։ Սաթենիկը մոտեցավ, սառը ձեռքը դնելով Անահիտի թին։ Առանձին ափսե, ավելի մեղմ համեմունքներով։ Առանց պղպեղի, ոչ մի ծանր բան։ Ի վերջո, պետք է մտածենք իմ թոռնիկի մասին, այնպես չէ՞։ Անահիտը զգաց նուրբ շեշտադրումը իմ բառի վրա։ Ոչ թե մեր թոռնիկի։ Իմ թոռնիկի։ Կարծես այն երեխան, որն աճում էր իր ներսում, արդեն պատկանում էր Սաթենիկին, նույնիսկ մինչ ծնվելը։ Նա խորը շունչ քաշեց, պահպանելով հանգիստ արտահայտությունը։ Շատ սիրալիր է ձեր կողմից։ Շնորհակալություն։ Չարժի, սիրելիս։
Դա նվազագույնն է, որ կարող եմ անել, Սաթենիկը բաց թողեց նրա թե հեռացավ, վերադառնալով սեղանի վրա անտեսանելի մանրուքներն ուղղելուն։ Գիտես, թե որքան կարևոր է ինձ համար, որ այս գիշերը կատարյալ լինի։ Առաջին անգամն է, որ բոլորս միասին ենք նշում ամանորը, քանի որ դու Դավիթը նշանվել եք։ Պետք է ցույց տանք, որ մենք միասնական, ուժեղ ընտանիք ենք։ Անահիտը գլխով արեց, բայց ոչինչ չասաց։ Միասնական ընտանիքը տարօրինակ արտահայտություն էր մի կնոջ կողմից, որը վերջին 6 ամիսները փորձում էր համոզել նրան հետաձգել հարսանիքը, որն առաջարկել էր աշխարհի ամբողջ նրբանկատությամբ, որ գուցե Անահիտը հենց այն տիպի կինը չէ, որը հարմար է Բաղդասարյանի հետ ամուսնանալու համար, որն ակնարկել էր թվացյալ անմեղ զրույցներում, որ նշանադրությունից այդքան արագ հղիանալը որոշակի հարցեր է առաջացնում։ Դավիթն այդ պահին մտավ սենյակ, իր հետ բերելով մի թեթացում, որն Անահիտը ֆիզիկապես զգաց։ Նրա փեսացուն 32 տարեկան էր, բարի շագանակագույն աչքերով ժպիտով, որը դեռ ստիպում էր նրան իրեն ապահով զգալ։ Նա տարբերվում էր մորից։ Ավելի բաց, ավելի պարզ, ավելի մարդկային։ Կամ գոնե դա էր այն, ինչին Անահիտը ցանկանում էր հավատալ։ Մամ, ամեն ինչ հիասքանչ է, ինչպես միշտ, Դավիթը համբուրեց Սաթենիկի այտը, նախքան Անահիտին մոտենալն ու նրա ձեռքը բռնելը։ Ինչպես ես քեզ զգում, սերս։ Լավ։ Պարզապես մի փոքր հոգնած։ Ուզում ես խնդրեմ, որ Անուշիկը քեզ համար հյութ բերի, նրա ձայնի անկեղծ անհանգստությունը քիչ մնաց ստիպեր Անահիտին զգոնությունը թուլացնել։ Քիչ մնաց։ Պետք չէ, շնորհակալություն։ Կսպասեմ ընթրիքին։ Դրան զանգը հնչեց, ազդարարելով առաջին հյուրերի ժամանումը։ Դավիթի քույրը Լուսինեն ներս մտավ թանկարժեք օծանելիքի կեղծ ծիծաղի փոթորկի պես։ 35 տարեկանում 2 տարի առաջ ամուսնալուծված, նա դեռ օգտագործում էր նախկին ամուսնու ազգանունը որպես հաղթանշան։ Նա եկել էր իր 10 տարեկան երկվորյակ որդիների, Գորի Լոնի հետ, որոնք ուղիղ վազեցին դեպի տոնածառը նվերները զննելու։ Մայրիկ, շնորհավոր ամանոր, Լուսինեն ջերմորեն համբուրեց Սաթենիկին, նախքան Դավիթին ողջունելը, վերջապես դեպի Անահիտը շրջվելը։ Նրանց հայացքները խաչվեցին մեկ վայրկյանից էլ պակաս, բայց դա բավական էր, որ Անահիտը կարդար այն ամենը, ինչ պետք էր։ Կասկած։ Վատ թաքցրած դժգոհություն։ Լուսինեն նույնպես հավանություն չէր տալիս այդ ամուսնությանը։ Անահիտ, ինչ գեղեցիկ զգեստ է։ Կապույտը քեզ շատ է սազում, բառերը քաղցր էին, բայց տոնը նուրբ թթվայնություն էր պարունակում։ Ինչքան ես մեծացել։ Արդեն 7 ամսական, չէ՞։ Ժամանակը թռչում է։ Այո, իսկապես թռչում է։ Անահիտը ժպտաց, հրաժարվելով խայծը կուլ տալուց։ Շուտով ժամանեցին հորեղբայրները, զարմիկները, ընտանիքի հին ընկերները։ Տունը լցվեց ձայներով, ծիծաղով, գրկախառնություններով, օդային համբույրներով։ Անահիտը դիտում էր ամեն ինչ այն յուրահատուկ դիրքից, երբ ներսում ես, բայց դեռ լիովին չես պատկանում։ Նա նկատում էր հպանցիկ հայացքները, խլացված շշուկները, զրույցների նշանակալից դադարները, երբ ինքը մոտենում էր։ Աստիճանաբար բոլորը տեղավորվեցին սեղանի շուրջ։ Սաթենիկը, իհարկե, զբաղեցրեց սեղանի գլխավոր տեղը, որը մի ժամանակ Վարդանինն էր։ Դավիթը նստեց նրա աջ կողմում, աթոռը քաշելով, որ Անահիտը նստի իր կողքին։ Լուսինեն մնաց Սաթենիկի ձախ կողմում, ռազմավարականորեն դիրքավորված որպես այդ փոքրիկ տնային թագավորության երկրորդ հրամանատար։ Ճաշկերույթը սկսվեց աղոթքով։ Սաթենիկն այն վարեց հաստատուն պարզ ձայնով, շնորհակալություն հայտնելով տարվա օրհնությունների հավաքված ընտանիքի բոլորի առողջության համար։ Երբ նա նշեց ընտանիքի նոր անդամի գալուստը, Անահիտը զգաց բոլորի հայացքներն իր վրա։ Նա քաղաքավարի ժպտաց, ձեռքերը պահելով որովայնի վրա։ Ափսեները սկսեցին շրջանառվել։ Հնդկահավ, չամիչով փլավ, բրինձ, գունագեղ աղցաններ, տարբեր սոուսներ։ Ամեն ինչ կատարելությամբ պատրաստել էր ընտանիքի խոհարարուհին, տիկին Անուշիկը, որն ավելի քան 20 տարի աշխատում էր Բաղդասարյանների համար։ Բայց հենց Սաթենիկն անձամբ բերեց Անահիտի ափսեն։ Ահա, սիրելիս։ Հատուկ քեզ համար եմ պատրաստել, Սաթենիկը գրեթե մայրական հոգատարությամբ ափսեն դրեց Անահիտի դիմաց։ Ոչ շատ համեմված, ինչպես խոստացել էի։ Լավ եփած միս, խաշած բանջարեղեն, մի քիչ սպիտակ բրինձ։ Կատարյալ է հղիների համար։ Անահիտը նայեց ափսեին։ Նորմալ տեսք ուներ։ Նորմալ հոտ ուներ։
Բայց մի բան կար այնտեղ, մի ինտուիցիա, որը նա սովորել էր երբեք չանտեսել։ Նրա տարիների մարզումները, նրա փորձառությունը, ամեն ինչ գոռում էր, որ ուշադիր լինի։ Նա բարձրացրեց աչքերը, հանդիպեց Սաթենիկի հայացքին։ Մի կարճ ակնթարթ նրանց միջ ինչ-որ բան անցավ։ Լուր փոխըմբռնում։ Փոխադարձ գիտակցում, որ երկուսն էլ գիտեին, որ այս խաղն ավելին է, քան թվում է։ Շատ շնորհակալ եմ, տիկին Սաթենիկ։ Հիանալի տեսք ունի։ Չարժի, սիրելիս։ Բարի ախորժակ։ Անահիտը դանդաղ վերցրեց պատառաքաղը։ Նրա շուրջը աշխույժ զրույցները լցնում էին միջավայրը։ Ինչ-որ մեկը մի զվարճալի պատմություն էր պատմում ամառային արձակուրդների մասին, մյուսը բողոքում էր քաղաքի խցանումներից։ Այստեղ-այնտեղ ծիծաղ էր պայթում։ Բայց Անահիտն իրեն զգում էր կարծես մի պղպջակի մեջ, որտեղ յուրաքանչյուր ձայն խլացված էր հասնում, որտեղ յուրաքանչյուր շարժում դանդաղեցված կադրի պես էր տեղի ունենում։ Նա մի կտոր խաշած գազար վերցրեց, տարավ բերանը։ Դանդաղ ծամեց, ուշադիր լինելով յուրաքանչյուր զգացողությանը։ Համը նորմալ էր։ Գրեթե։ Մի բան կար այնտեղ, մի թեթ դառնություն, որը չպետք է լիներ։ Այնքան նուրբ, որ ցանկացած ուրիշ մարդ կանտեսեր, կվերագրեր այլ համեմունքի, խոհարարի անձնական նախասիրությանը։ Բայց Անահիտը ցանկացած ուրիշ մարդ չէր։ Նա շարունակեց ուտել, պահպանելով չեզոք արտահայտությունը։ Յուրաքանչյուր պատառ մի վերլուծություն էր։ Յուրաքանչյուր կում ջուր, մի որոշում։ Դավիթը աշխուժորեն զրուցում էր Զարմիկի հետ ֆուտբոլի մասին, անտեղյակ ամեն ինչից։ Սաթենիկը դիտում էր սեղանը, ինչպես թագուհին է դիտում իր արքունիքը, ժպտալով, գլխով անելով, ղեկավարելով առանց մի բառ ասելու։ Մի քանի րոպե անց Անահիտը սկսեց զգալ։ Սկսվեց որպես թեթ անհանգստություն ստամոքսում։ Նա խորը շունչ քաշեց, փորձելով գնահատել, դա իրական է, թե իր միտքն է խաղեր տալիս։ Անհանգստությունն ուժեղացավ։ Ջերմության ալիքը բարձրացավ պարանոցով։ Շնչառությունը կարճացավ։ Անահիտը զգուշորեն պատառաքաղը դրեց ափսեի վրա։ Պետք էր համոզվել։ Պետք էր դիտել, առանց որևէ մեկին տագնապի մատնելու։ Դեռ ոչ։ Ձեռքը տարավ որովայնին, զգալով երեխայի անհանգիստ շարժումները։ Սիրտը սկսեց արագ բաբախել, բայց դա խուճապ չէր։ Դա ճանաչում էր։ Դա այն բանի հաստատումն էր, ինչը նա կասկածում էր ամիսներ շարունակ։ Լավ ես, սերս, Դավիթը վերջապես նկատեց, ձեռքը դնելով նրա ձեռքի վրա։ Կարծես թե այո։ Պարզապես թեթ գլխապտույտ է։ Սաթենիկն անմիջապես բարձրացրեց աչքերը, այդ մայրական ռադարը միշտ զգոն։ Գլխապտույտ։ Սիրելիս, դա նորմալ է հղիության ժամանակ, բայց գուցե քեզ մաքուր օդ է պետք։ Ուզում ես պատշգամբ գնալ։ Ոչ, ես Անահիտը փորձեց ոտքի կանգնել, բայց զգաց, որ ոտքերը թուլացել են։ Սենյակը սկսեց սահուն պտտվել։ Ջերմությունն ուժեղացավ։ Ցավը տարածվեց։ Հենց այդ պահին պատառաքաղը, որը նա բռնել էր, ընկավ ափսեի մեջ մի ձայնով, որը լռեցրեց ամբողջ սեղանը։ Բոլորի հայացքներն ուղղվեցին նրան։ Դավիթը մի թռիչքով ոտքի կանգնեց, բռնելով նրա ուսերից։ Անահիտ։ Անահիտ, ինչ է կատարվում։ Նա փորձեց պատասխանել, բայց բառերը դուրս չէին գալիս։ Ցավն այժմ իրական էր, սուր, տարածվում էր ամբողջ մարմնով։ Ձեռքերը դողում էին։ Սենյակն ավելի ու ավելի արագ էր պտտվում։ Ձայները խառնվեցին իրար, ինչ-որ մեկը գոռում էր օգնություն կանչել, քայլերի ձայներ էին լսվում։ Ցավի մշուշի միջով Անահիտը տեսավ, թե ինչպես է Սաթենիկը մոտենում։ Կնոջ արտահայտությունը կատարյալ անհանգստության էր, բայց նրա աչքերը դիտում էին յուրաքանչյուր ռեակցիա մի ճշգրտությամբ, որն Անահիտը ճանաչեց։ Դա վախեցած մարդու հայացք չէր։ Դա չափող, հաշվարկող, հաստատող մարդու հայացք էր։ Հանգստացիր, Դավիթ, կարող է պարզապես հղիության սովորական ռեակցիա լինել, Սաթենիկը վերցրեց անձեռոցիկը, սեղմեց Անահիտի ճակատին։ Երեխան այնքան հորմոնալ փոփոխություններ է բերում։ Եկեք նրան սենյակ տանենք, թող մի քիչ ուշքի գա։ Ոչ, Անահիտի ձայնը դուրս եկավ ավելի ուժեղ, քան նա մտադրվել էր։ Պետք է հիվանդանոց գնամ։ Հիմա։ Դավիթը չվարանեց։ Նա Անահիտին գրկեց, անտեսելով մոր բողոքները, վազեց դեպի մեքենան։
Վերջին բանը, որ Անահիտը տեսավ, նախքան դռան փակվելը, շեմին կանգնած Սաթենիկն էր, լուսավորված ամանորյա լույսերով, մի արտահայտությամբ, որն ամեն ինչ ասում էր մի նույն ժամանակ ոչինչ։ Դեպի հիվանդանոց ճանապարհին, մինչ Դավիթը խուճապահար վարում էր անդադար խոսում, Անահիտը փակել էր աչքերը։ Բայց նրա միտքն աշխատում էր առավելագույն արագությամբ։ Արձանագրում էր։ Հիշում էր։ Այդ գիշերվա յուրաքանչյուր մանրուք արխիվացվում էր։ Յուրաքանչյուր ժեստ, յուրաքանչյուր հայացք, յուրաքանչյուր բառ։ Որովհետև Անահիտ Բաղդասարյանը մի գաղտնիք էր կրում, որի մասին նույնիսկ Դավիթը լիովին չգիտեր։ Մի գաղտնիք, որը բացատրում էր նրա թվացյալ հանգստությունը նույնիսկ քաոսի մեջ։ Մի գաղտնիք, որն այդ ամանորյա գիշերը պարզ տոնակատարությունից վերածում էր շատ ավելի վտանգավոր բանի։ Եվ հիմա, մեքենայի նստատեղին պառկած, մինչ քաղաքի լույսերը փայլատակում էին պատուհանից, նա գիտեր, որ այլս հետդարձի ճանապարհ չկա։ Խաղը, որը Սաթենիկը սկսել էր, նոր էր մեկնարկում։ Բայց այն, ինչ Բաղդասարյանների տոհմապետուհին չգիտեր, այն էր, որ Անահիտը խաղատախտակի վրա խաղաքար չէր։ Նա խաղացող էր։ Իսկ խաղացողները միշտ պլան ունեն։ Հավանում եք այս պատմությունը։ Ասացեք ինձ, թե ինչ կարծիքի եք այս պատմության մասին, ինչպես եք կարծում այն կավարտվի։ Նաիրի բժշկական կենտրոնի շտապօգնության բաժանմունքի լյումինեսցենտային լամպերն այրում էին Դավիթի աչքերը։ Նա քայլում էր սպիտակ ստերիլ միջանցքով այս ու այն կողմ, ձեռքերը դողում էին, վերնաշապիկի վրա դեռ ամանորյա ընթրիքի մնացորդներ կային։ Անցնող յուրաքանչյուր րոպեն հավերժություն էր թվում։ Երկփեղ դռան մյուս կողմում Անահիտին զննում էր հերթապահ բժիշկների թիմը, նա ոչինչ չէր կարող անել, բացի սպասելուց։ Շտապօգնության բժշկուհին, որը նրանց ընդունել էր, բժիշկ Սոնա Մելքոնյանը, 40 անց մի կին, ուղիղ արդյունավետ հայացքով, արագ ճշգրիտ հարցեր էր տվել։ Երբ է նա վերջին անգամ կերել։ Ինչ է կերել։ Հայտնի ալերգիաներ ունի։ Հղիության հետ կապված նախկինում խնդիրներ եղել են։ Դավիթը հուսահատության մեջ պատասխանել էր ամեն ինչին, բայց մի հարց կար, որն արձագանքում էր նրա մտքում, որին նա չէր կարողանում պատասխանել։ Իրականում, ինչ պատահեց։ Նրա հեռախոսը թրթռաց 5-րդ անգամ։ Սաթենիկն էր։ Դավիթը նայեց էկրանին, կյանքում առաջին անգամ անտեսեց մոր զանգը։ Իր ներսում մի բան, որը նա նախընտրում էր չանվանել, շշնջում էր, որ այդ պահին հեռավորություն է պետք։ Պետք է մտածել։ Պետք է հասկանալ։ Դուռը բացվեց, բժիշկ Մելքոնյանը դուրս եկավ, հանելով վիրաբուժական ձեռնոցները։ Դավիթը վազեց նրա մոտ, սիրտը խելահեղ բաբախում էր։ Ինչպե՞ս է նա։ Իսկ երեխան։ Բժշկուհին խորը շունչ քաշեց, կշռադատելով բառերը։ Ձեր հարսնացուի վիճակը կայուն է, բայց նախնական զննությամբ մի քանի անհանգստացնող նշաններ ենք գտել։ Պետք է ավելի շատ թեստեր անենք, բայց ամեն ինչ վկայում է, որ նա մի բան է կերել, որը չպետք է ուտեր։ Ինչ-որ նյութ, որն առաջացրել է անբարենպաստ ռեակցիա։ Դավիթը զգաց, թե ինչպես է գետինը փախչում ոտքերի տակից։ Նյոթ։ Բայց ինչպես։ Նա կերել է նույն ուտելիքը, ինչ մենք բոլորս։ Պարոն Բաղդասարյան, ոչ միշտ է լինում նույն ուտելիքը, բժշկուհին նրան նայեց այն անկեղծությամբ, որը բնորոշ է մասնագիտության մեջ շատ բան տեսած մարդուն։ Երբեմն ինչ-որ բան հատուկ ավելացվում է մի ափսեի մեջ։ Երբեմն դա պատահական է լինում։ Երբեմն ոչ։ Դրա համար պետք է հետաքննենք։ Արդեն արյան մեզի նմուշներ ենք վերցրել։ Արդյունքները պետք է մի քանի ժամից լինեն։ Ոչ բառը մեղադրանքի պես կախված մնաց օդում։ Դավիթը սրտխառնոց զգաց։ Ոչ պատահական։ Ոչ։ Անհնար է։ Ամանոր էր։ Իր ընտանիքն էր։ Իր մայրն էր։ Կարող եմ տեսնել նրան։ Կարող եք, բայց նա հանգստացնող դեղերի տակ է։ Պետք էր վերահսկել ցավն ու սթրեսը երեխային պաշտպանելու համար։ Պտղի սրտի բաբախյունը մշտապես վերահսկվում է։ Առայժմ ամեն ինչ սպասվածի սահմաններում է, բայց առաջիկա ժամերը վճռորոշ են։ Դավիթը դանդաղ քայլերով մտավ սենյակ։ Անահիտը պառկած էր հիվանդանոցային մահճակալին, գունատ, միացված մի շարք սարքերի, որոնք անընդհատ ձայնային ազդանշաններ էին տալիս։ Կաթիլայնի տոպրակը կախված էր մահճակալի կողքին, ցնուցելով նրա թիերակը։ Սրտի մոնիտորը ցույց էր տալիս երկու տարբեր ռիթմ։ Նրանը և երեխայինը։
Նա աթոռ քաշեց նստեց մահճակալի կողքին, նրա ձեռքը վերցնելով իր ձեռքերի մեջ։ Անահիտ, ես չգիտեմ ինչ է պատահել, բայց կպարզեմ։ Խոստանում եմ։ Նրա աչքերը դանդաղ բացվեցին, դեռ մշուշոտ դեղորայքից, բայց մի բան կար այնտեղ։ Մի պարզություն, որը չպետք է լիներ։ Նա սեղմեց նրա ձեռքն ավելի ուժեղ, քան Դավիթն էր սպասում։ Դավիթ, ձայնը խռպոտ էր, բայց հաստատուն։ Պետք է, որ ինձ համար մի բան անես։ Շատ կարևոր է։ Ամեն ինչ, սերս։ Ամեն ինչ։ Թույլ մի տուր, որ որե մեկը որե բան նետի։ Ափսեները։ Բաժակները։ Անձեռոցիկները։ Այն ամենը, ինչ այս գիշեր սեղանին էր, յուրաքանչյուր բառը ջանք էր, բայց նա շարունակեց. Պետք է, որ ամեն ինչ պահես։ Առանց լվանալու։ Առանց շատ դիպչելու։ Առանձին տոպրակների մեջ դիր։ Դավիթը գնճռոտեց ճակատը։ Անահիտ, ես չեմ հասկանում։ Ինչու, խնդրում եմ։ Պարզապես վստահիր ինձ, Անահիտը նրան ավելի մոտ քաշեց, աչքերն այժմ լիովին կենտրոնացած։ Եվ մորթ չասես, թե ինչ եմ խնդրել։ Քո ընտանիքից ոչ մեկին։ Միայն դու կարող ես դա անել։ Միայն դու։ Մի բան կա, որ ինձ չես ասում, Դավիթը սեղմում զգաց կրծքավանդակում։ Անահիտ, եթե մի բան գիտես, պետք է ինձ ասես։ Պետք է բժիշկներին ասես։ Նա մի պահ փակեց աչքերը, կարծես մի շատ ավելի մեծ որոշում էր կայացնում, քան նա կարող էր հասկանալ։ Երբ նորից բացեց դրանք, այնտեղ արցունքներ կային։ Ես քեզ ամեն ինչ կպատմեմ, Դավիթ։ Խոստանում եմ։ Բայց ոչ հիմա։ Նախ, պետք է համոզվենք։ Նախ, մեզ ապացույցներ են պետք։ Ապացույցներ։ Ինչի։ Ապացույցներ։ Նախքան նրա պատասխանելը, դուռը կտրուկ բացվեց։ Սաթենիկը ներս մտավ զսպված փոթորկի պես, աչքերը լայն բացված կատարյալ բեմադրված անհանգստությամբ։ Նրա հետից Լուսինեն հորեղբայրներից երկուսը։ Աստված իմ, Անահիտ։ Դավիթ, ինչպես է նա, Սաթենիկը մոտեցավ մահճակալին, բայց Անահիտն բնազդաբար հետ քաշվեց, սեղմվելով բարձին։ Ժեստը նուրբ էր, բայց Դավիթը նկատեց։ Եվ Սաթենիկը նույնպես։ Նա լավ է, մամ։ Հանգստի կարիք ունի, Դավիթը կանգնեց Անահիտի խմբի միջ, որպես անգիտակցական պատնեշ։ Փառք Աստծո, Սաթենիկը ձեռքը տարավ կրծքին։ Ես այնքան անհանգիստ էի։ Երբեք չէի պատկերացնի, որ նման բան կարող է պատահել։ Ամեն ինչ այնքան հանկարծակի եղավ։ Այո։ Այնքան հանկարծակի, Անահիտը խոսեց ցածրաձայն, բայց բոլորը լսեցին։ Հեգնանքն աննկատ չմնաց։ Սիրելիս, մի բանի կարիք ունես։ Կարող եմ խնդրել Անուշիկին ինչ-որ բան պատրաստել։ Տնից իրեր բերեմ, Սաթենիկը պահպանում էր մայրական տոնը, բայց նրա աչքերը չէին դադարում գնահատել սարքերը, մոնիտորները, կարծես ինչ-որ բան էր հաշվարկում։ Ոչ մի բանի կարիք չունեմ, շնորհակալություն, Անահիտը պահպանեց հաստատուն ձայնը, չնայած թուլությանը։ Պարզապես պետք է հանգստանամ։ Իհարկե, իհարկե, Սաթենիկը գլխով արեց, բայց չշարժվեց։ Բժշկուհին ինչ-որ բան ասաց։ Թե ինչն է պատճառը։ Դեռ հետաքննում են, Դավիթը խաչեց ձեռքերը։ Թեստեր են անում։ Թեստեր, Սաթենիկը կրկնեց բառը, կարծես դրա կշիռն էր ստուգում։ Դե, վստահ եմ, որ ոչ մի վատ բան չեն գտնի։ Երի պարզապես սթրեսն էր, շոկը, հղիությունը։ Այդպիսի բաներ պատահում են։ Այդպիսի բաներ, արձագանքեց Անահիտը, նրա ձայնում մի սուր բան կար։ Այո, այդպես է բաներ պատահում են։ Հաջորդած լռությունը խիտ էր։ Լուսինեն, որը մինչ այդ լուր դիտում էր ամեն ինչ ուշադիր աչքերով, մի քայլ առաջ արեց։ Անահիտ, ուրախ եմ, որ լավ ես։ Կարծում եմ, բոլորս պետք է թողնենք, որ նա հանգստանա, նա նշանակալից հայացք նետեց մորը։ Այնպես չէ, մայրիկ։ Սաթենիկը վարանեց, ակնհայտորեն դժկամությամբ հեռանալով։ Բայց երբ բոլորը նայում էին, ընտրություն չուներ։ Այո, իհարկե։ Դավիթ, սիրելիս, տոնն ես գալիս։ Ես այստեղ եմ մնալու, Դավիթը քննարկման տեղ չթողեց։ Ամբողջ գիշեր։ Բայց։ Ամբողջ գիշեր։ Երբ բոլորը հեռացան, Դավիթը նորից նստեց Անահիտի կողքին։
Սենյակում լռություն տիրեց, միայն սարքերի ռիթմիկ ձայնային ազդանշաններն էին լցնում տարածությունը։ Անահիտը փակեց աչքերը, բայց չէր քնել։ Նրա միտքն աշխատում էր առավելագույն արագությամբ, վերանայելով այդ գիշերվա յուրաքանչյուր պահը։ Այն, թե ինչպես էր Սաթենիկն անձամբ պատրաստել իր ափսեն։ Գրեթե չափազանցված հոգատարությունը։ Այն պնդումը, որ նա ուտի։ Եվ այն հայացքը։ Այն հայացքը, որն ասում էր, որ Սաթենիկը հստակ գիտեր, թե ինչ է անում։ Բայց մի բան կար, որ Սաթենիկը չգիտեր։ Մի բան, որ ոչ ոք այնտեղ չգիտեր, բացի Անահիտից։ Դավիթը դիտում էր նրա քունը, երբ հեռախոսը նորից թրթռաց։ Այս անգամ բժիշկ Մելքոնյանից հաղորդագրություն էր, խնդրելով հանդիպել նրան միջանցքում։ Նա համբուրեց Անահիտի ճակատը, լուր դուրս եկավ։ Բժշկուհին ձեռքին թղթապանակ ուներ լուրջ արտահայտություն։ Պարոն Բաղդասարյան, նախնական արդյունքները եկել են։ Պետք է խոսենք։ Նրանք քայլեցին դեպի ընտանիքի անդամների հետ զրույցների համար նախատեսված փոքրիկ սենյակ։ Բժիշկ Մելքոնյանը փակեց դուռը, աթոռ ցույց տվեց։ Դավիթը նստեց, ձեռքերը քրտնել էին։ Ինչ եք գտել։ Նրա օրգանիզմում մի նյութի հետքեր ենք գտել։ Տեխնիկական մանրամասների մեջ չեմ խորանա, բայց դա մի բան է, որը հաստատ չպետք է այնտեղ լիներ։ Հատկապես ոչ հղի կնոջ մոտ, բժշկուհին դադար տվեց, ընտրելով բառերը։ Պարոն Բաղդասարյան, ձեր հարսնացուի բախտը շատ է բերել։ Քանակությունը մահացու չէր, բայց բավական էր լուրջ վնասներ պատճառելու համար։ Երեխային և իրեն։ Դավիթը զգաց, թե ինչպես է աշխարհը փլուզվում։ Դուք ասում եք, որ ես ասում եմ, որ ինչ-որ մեկը մի բան է դրել նրա ուտելիքի մեջ։ Դիտավորյալ։ Արցունքները եկան, նախքան նա կկարողանար զսպել դրանք։ Դավիթը ձեռքերով ծածկեց դեմքը, մարմինը դողում էր։ Ոչ։ Չի կարող պատահել։ Ոչ իմ մայրը։ Ոչ իմ ընտանիքը։ Բժիշկ Մելքոնյանը հարգալից լռությամբ սպասեց։ Երբ նա վերջապես ուշքի եկավ, բժշկուհին շարունակեց. Ըստ կանոնակարգի, մենք պարտավոր ենք այս մասին հայտնել իշխանություններին։ Արդեն ակտիվացրել եմ հիվանդանոցի սոցիալական ծառայությունը, ոստիկանությունը տեղեկացվել է։ Նրանք կցանկանան խոսել ձեզ հետ։ Բոլորի հետ, ովքեր ներկա են եղել ընթրիքին։ Դավիթը գլխով արեց, դեռ մարսելով տեղեկությունը։ Իսկ Անահիտը։ Նա գիտեր սրա մասին։ Նա կասկածում էր։ Բժշկուհին գլուխը թեքեց։ Նա խնդրեց պահպանել բոլոր ապացույցները։ Տարաները։ Հագուստը։ Ամեն ինչ։ Ասաց, որ դա կարևոր է։ Եվ մի ուրիշ բան էլ խնդրեց։ Մի անսովոր բան։ Ինչ։ Խնդրեց կապ հաստատել ինչ-որ մեկի հետ։ Հատուկ անուն։ Գնդապետ Արամ Մարտիրոսյան, հատուկ հետաքննությունների բաժնից։ Ասաց, որ նա կիմանա, ինչ անել։ Դավիթը զգաց, կարծես այլընտրանքային իրականության մեջ լիներ։ Ո՞վ է Անահիտը։ Իրականում ո՞վ է այն կինը, ում հետ ես պատրաստվում եմ ամուսնանալ։ Նա վերադարձավ սենյակ, գտնելով Անահիտին արթուն, որը նայում էր պատուհանից դուրս։ Երան քաղաքը տարածվում էր դրսում, միլիոնավոր լույսեր թարթում էին ամանորյա գիշերվա մեջ։ Անահիտ, պետք է խոսենք, Դավիթը նստեց մահճակալի եզրին։ Բժիշկները մի բան են գտել։ Եվ դու գիտեիր։ Դու գիտեիր սկզբից ետ։ Նա շրջվեց դեպի նրան, ծանոթությունից ի վեր առաջին անգամ Դավիթը տեսավ, թե ով է Անահիտն իրականում։ Ոչ թե այն քաղցր ու բարի կինը, որին ճանաչել էր 1 տարի առաջ բարեգործական միջոցառմանը։ Ոչ թե հղի խոցելի հարսնացուն։ Այլ մեկ ուրիշը։ Ուժեղ մեկը։ Մարզված մեկը։ Իմ անունը Անահիտ Բաղդասարյան է, որովհետև ես պատրաստվում եմ ամուսնանալ քեզ հետ, Անահիտը խոսեց դանդաղ։ Բայց իմ օրիորդական ազգանունը Սարգսյան է։ Եվ վերջին 8 տարիների ընթացքում ես աշխատել եմ ազգային անվտանգության ծառայությունում։ Գաղտնի գործողությունների բաժնում։ Դավիթը քարացավ։ Ինչ։ Ես պատահականորեն չէի բարեգործական միջոցառմանը, երբ մենք ծանոթացանք, Դավիթ։ Ես հետաքննում էի քո ընտանիքը։ Հատկապես, մորդ։ Հետաքննում։ Ինչո՞վ։
Որովհետև վերջին 5 տարիների ընթացքում 3 կին, որոնք ռոմանտիկ կապի մեջ են եղել քեզ կամ քո զարմիկների հետ, մահացել են կասկածելի հանգամանքներում։ Միշտ Սաթենիկի հետ կոնֆլիկտներից հետո։ Միշտ այնպիսի ձերով, որոնք թվում էին պատահարներ կամ բնական մահեր, Անահիտը դադար տվեց։ Եվ բոլորը հղի էին։ Դավիթը զգաց, որ սենյակը պտտվում է։ Ոչ։ Դու ստում ես։ Սա խելագարություն է։ Կարինե Վարդանյան։ 2 տարի հանդիպում էր քո զարմիկ Անդրեի հետ։ Հղիացավ։ Սաթենիկը հավանություն չտվեց։ 3 ամիս անց Կարինեն սուր ալերգիկ ռեակցիա ունեցավ ձեր ընտանիքի տանը ընթրիքի ժամանակ։ Չփրկվեց։ Երեխան նույնպես։ Դա պատահար էր։ Նա ալերգիաներ ուներ։ Յուլիա Հակոբյան։ Դու ինքդ էիր նրա հետ հանդիպում ինձնից առաջ։ Հղիացավ։ Մայրդ համոզեց նրան դադարեցնել հարաբերությունները։ 2 շաբաթ անց Յուլիան խորհրդավոր կերպով ընկավ իր տան աստիճաններից։ Կորցրեց երեխային։ Ընկավ կոմայի մեջ։ Մահացավ 6 ամիս անց։ Դավիթը գունատվել էր։ Դադարիր։ Խնդրում եմ, դադարիր։ Եվ Արմինե Պետրոսյան։ Հեռավոր զարմուհի, որը կապի մեջ էր ընտանիքի մեկ այլ անդամի հետ։ Հղի էր երկվորյակներով։ Սկսեց պահանջներ ներկայացնել, խոսել իրավունքների, ժառանգության մասին։ Ընտանեկան խորովածի ժամանակ սուր սննդային թունավորում ունեցավ։ Երեխաները վաղաժամ ծնվեցին, չապրեցին։ Արմինեն բարդություններ ունեցավ, որոնք նրան անպտուղ դարձրին, Անահիտը սրբեց հոսող արցունքները։ Այդ կանանցից ոչ մեկը չկարողացավ ոչինչ ապացուցել, Դավիթ։ Որովհետև Սաթենիկը շատ զգույշ է։ Եվ որովհետև Բաղդասարյանների ընտանիքը բավականաչափ իշխանություն ունի կասկածները լռեցնելու համար։ Ուրեմն դու մոտեցար ինձ։ Ձացրիր, թե սիրում ես ինձ։ Դիտավորյալ հղիացար, Դավիթի ձայնը կոտրված էր։ Ես ոչինչ չեմ ձացրել, Անահիտը վերցրեց նրա ձեռքը։ Սկզբում, այո, դա գործողություն էր։ Բայց ես իսկապես սիրահարվեցի քեզ։ Եվ երբ իմացա, որ հղի եմ, ուզում էի ամեն ինչ թողնել։ Ուզում էի դուրս գալ գործողությունից, քեզ ճշմարտությունը պատմել, իսկապես նորից սկսել, Անահիտը նայեց որովայնին։ Բայց հետո հասկացա, որ եթե ես դուրս գամ, մայրդ կշարունակի։ Եվ այլ կանայք կմահանան։ Ուստի որոշեցի ավարտին հասցնել այն, ինչ սկսել էի։ Բայց այս անգամ, իրական ապացույցներով։ Ապացույցներով, որոնք հնարավոր չի լինի ժխտել կամ գնել։ Դրա համար դու համաձայնեցիր գալ ընթրիքին։ Դրա համար դու գնացիր մինչ վերջ։ Ես գիտեի, որ նա ինչ-որ բան կփորձի։ Պարզապես չգիտեի, երբ Անահիտը խորը շունչ քաշեց։ Բայց հիմա մենք ունենք ափսեն։ Ունենք իմ արյունը։ Ունենք վկաներ։ Ունենք այն ամենը, ինչ մեզ պետք է, վերջապես արդարությունը հաստատելու համար։ Դավիթը ոտքի կանգնեց, ցայթաքելով դեպի պատուհանը։ Նրա ամբողջ կյանքը, նրա ամբողջ իրականությունը փլուզվում էր։ Մայրը, որին նա սիրում էր, մարդասպան էր։ Կինը, որին նա սիրում էր, ներդրված ոստիկան էր։ Իսկ ինքը պարզապես մի խաղաքար էր մի շատ ավելի մեծ մութ խաղի մեջ, քան երբեք պատկերացրել էր։ Դրսում ամանորյա լույսերը դեռ ուրախ թարթում էին, անտեղյակ այն դրամայից, որը ծավալվում էր այդ հիվանդասենյակում։ Եվ քաղաքի ինչ-որ մի տեղ, Վահագնի թաղամասի մի առանձնատանը, Սաթենիկ Բաղդասարյանը հանգիստ քնած էր, չիմանալով, որ ստի լռության վրա կառուցած իր կայսրությունը փլուզվելու շեմին է։ Դեկտեմբերի 25-ի առավոտը մոխրագույն եկավ Երանի վրա։ Մանր անձը սկսեց տեղալ, լվանալով քաղաքի դեռ դատարկ փողոցները, որը քնած էր ամանորյա գիշերից հետո։ Հիվանդասենյակում Անահիտը դիտում էր, թե ինչպես են կաթիլները սահում պատուհանով, մինչ սպասում էր։ Դավիթը 1 ժամ առաջ դուրս էր եկել տնից ապացույցները բերելու, հետելով նրա տված յուրաքանչյուր հրահանգին։ Նրա ձեռքերը որովայնի վրա զգում էին երեխայի շարժը, նա ցածրաձայն շշնջաց. Ամեն ինչ լավ կլինի, սիրելիս։ Մայրիկը քեզ կպաշտպանի։ Դուռը բացվեց, մոտ 50 տարեկան մի տղամարդ ներս մտավ։ Բարձրահասակ, խնամքով կտրված ճերմակ մազերով, համեստ, բայց լավ կարված կոստյումով։ Նա կրում էր շագանակագույն կաշվե թղթապանակ ուներ այն հայացքը, որն Անահիտը լավ գիտեր։
Մարդու հայացք, որը շատ բան է տեսել, հեշտությամբ չի զարմանում։ Գնդապետ Մարտիրոսյան, Անահիտը ժպտաց ժամեր անց առաջին անգամ։ Գործակալ Սարգսյան, տղամարդը մոտեցավ, բայց նրա տոնն ավելի շատ հայրական անհանգստության էր, քան պրոֆեսիոնալ։ Թե պետք է ասեմ տիկին Բաղդասարյան։ Դեռ չեմ ամուսնացել, այնպես որ Անահիտ Սարգսյանը կանցնի, նա փորձեց ավելի ուղիղ նստել, բայց տղամարդը ժեստ արեց, որ հարմարավետ մնա։ Ինչպե՞ս եք ձեզ զգում։ Իսկ երեխան։ Կայուն։ Բժիշկները լավատես են, Անահիտը խորը շունչ քաշեց։ Ստացաք այն, ինչ խնդրել էի։ Այո, Արամը բացեց թղթապանակը, մի շարք փաստաթղթեր հանեց։ Այստեղ ունեմ նախնական եզրակացությունները, դատական թույլտվությունները, փորձագետների թիմը ճանապարհին է դեպի Բաղդասարյանների առանձնատուն։ Բայց պետք է, որ ինձ ամեն ինչ սկզբից պատմեք։ Այս անգամ պաշտոնապես։ Անահիտը նայեց փակ դռանը, սկսեց խոսել։ Պատմեց հետաքննության ամիսների մասին։ Այն մասին, թե ինչպես էր կառուցել մի ինքնություն, որը կարող էր ներթափանցել այդ փակ սոցիալական շրջանակ։ Բարեգործական միջոցառման մասին, որտեղ ծանոթացել էր Դավիթի հետ, խնամքով ընտրված, քանի որ գիտեր, որ նա այնտեղ է լինելու։ Այն մասին, թե ինչպես աշխատանքի համար սկսված հարաբերությունները վերածվեցին իրական բանի։ Անսպասելի հղիության մասին, որը փոխեց ամեն ինչ։ Ես պետք է դադարեցնեի առաքելությունը, երբ հղիացա, խոստովանեց Անահիտը, ձայնը կոտրվելով։ Դա կանոնակարգն էր։ Բայց ես արդեն չափազանց հեռու էի գնացել։ Չափազանց մոտ էի ճշմարտությանը։ Եվ իսկապես սիրահարվել էի նրան։ Գնդապետը լուռ լսում էր, երբեմն նշումներ անելով։ Երբ նա ավարտեց, ծանր հոգոց հանեց։ Դուք խախտել եք ձեռնարկի գրեթե բոլոր կանոնները, գործակալ Սարգսյան։ Զգացմունքային ներգրավվածություն, չթույլատրված հղիություն, ծայրահեղ անձնական ռիսկ, նա դադար տվեց։ Բայց նա հասել եք նրան, ինչին երեք նախորդ հետաքննությունները չեն հասել։ Հստակ ապացույցների։ Այդ պահին դուռը նորից բացվեց։ Դավիթը ներս մտավ, գրելով երկու մեծ, կնքված պլաստիկ տոպրակ։ Նրա դեմքը գունատ էր, աչքերը կարմրած, չքնած մարդու պես։ Նա կանգ առավ, տեսնելով գնդապետին, ակնհայտորեն անհարմար զգալով։ Դավիթ, սա գնդապետ Արամ Մարտիրոսյանն է, Անահիտը ներկայացրեց։ Նա է ղեկավարում հետաքննությունը։ Պարոն Բաղդասարյան, Արամը մեկնեց ձեռքը։ Դավիթը մեխանիկորեն սեղմեց այն։ Բերել եմ այն ամենը, ինչ խնդրել էիր, Դավիթը տոպրակները դրեց գետնին։ Ափսեներ, բաժակներ, դանակ պատառաքաղներ, անձեռոցիկներ։ Ամեն ինչ առանձնացված, ինչպես հրահանգել էիր, նա նայեց Անահիտին ցավի շփոթության խառնուրդով։ Մայրս 7 անգամ զանգել է։ Ուզում է իմանալ, թե երբ եմ տուն վերադառնալու։ Իսկ դու ինչ ասացիր։ Որ հոգ եմ տանում իմ հարսնացուի մասին։ Որ նա իմ կարիքն ունի, Դավիթը կուլ տվեց։ Ավելին չկարողացա ասել։ Չկարողացա նրա երեսին նայել, իմանալով, որ ես գիտեմ, որ դժվար է, Արամը խոսեց զարմանալի քնքշությամբ։ Բայց դուք ճիշտ բանն եք անում։ Եվ պետք է, որ ուժեղ մնաք, որովհետև սա նոր է սկսվում։ Փորձաքննության բաժնի տեխնիկը ներս մտավ տոպրակները հավաքելու։ Յուրաքանչյուր իր մանրակրկիտ կվերլուծվի լաբորատորիայում։ Մազեր, մատնահետքեր, քիմիական մնացորդներ։ Ամեն ինչ կգրանցվի, կփաստաթղթավորվի։ Մինչ տեխնիկն աշխատում էր, Արամը բացատրեց, թե ինչ է տեղի ունենալու առաջիկա ժամերին։ Մենք պետք է հարցաքննենք բոլորին, ովքեր ներկա են եղել ընթրիքին։ Ներառյալ ձեր մորը, պարոն Բաղդասարյան։ Մեզ պետք են ցուցմունքներ, իրադարձությունների ժամանակագրություն, թե ով ինչ է պատրաստել։ Նա ոչինչ չի խոստովանի, Դավիթն ասաց դառնությամբ։ Մայրս չափազանց խելացի է դրա համար։ Խելացի մարդիկ սխալներ են գործում, երբ իրենց չափազանց ապահով են զգում, խոսեց Անահիտը։ Իսկ ձեր մայրը իրեն ապահով է զգում արդեն երկար ժամանակ։ Առավոտն անցավ մի շարք ընթացակարգերով։ Անահիտից ավելի շատ արյան անալիզներ։ Լրացուցիչ ապացույցների հավաքում։ Լուսանկարներ։ Փաստաթղթավորում։ Ամեն ինչ գրանցվում էր մանրակրկիտ ճշգրտությամբ։ Յուրաքանչյուր քայլը կարևոր էր։ Յուրաքանչյուր մանրուք կարող էր լինել արդարության անպատժելիության միջ տարբերությունը։ Կեսօրին մոտ Դավիթի հեռախոսը նորից զանգեց։ Սաթենիկն էր։
Այս անգամ նա պատասխանեց. Մամ։ Նրա ձայնը պարզ լսվեց բարձրախոսով, որը նա ակտիվացրել էր գնդապետի խնդրանքով. Դավիթ, տղաս, անհանգիստ եմ։ Դու տուն չես վերադարձել։ Ինչպե՞ս է Անահիտը։ Նա ավելի լավ է։ Դեռ հսկողության տակ է։ Ինչ լավ է, սիրելիս։ Ինչ լավ, Սաթենիկի տոնում մի բան կար, մի լարվածություն, որը նա փորձում էր թաքցնել։ Լսիր, ես մտածում էի. գուցե ավելի լավ է, որ դուք մի քանի օրով այստեղ գաք, երբ նրան դուրս գրեն։ Ես կարող եմ անձամբ հոգ տանել նրա մասին։ Հատուկ ուտելիքներ պատրաստել, համոզվել, որ նա հանգստանում է։ Անահիտը կտրուկ բացասական ժեստ արեց։ Դավիթը հասկացավ. Ոչ, մամ։ Կարծում եմ, ավելի լավ է մեր բնակարանում մնանք։ Ավելի հանգիստ է։ Բայց, սիրելիս, դու ամբողջ օրն աշխատում ես։ Ո՞վ է հոգ տանելու նրա մասին։ Ես հոգ կտանեմ։ Մի քանի օր արձակուրդ կվերցնեմ։ Մյուս կողմում լռություն։ Հետո Սաթենիկը նորից խոսեց, այժմ մի սառնություն կար, որը նա չկարողացավ լիովին թաքցնել։ Հասկանում եմ։ Դե, եթե դա քո որոշումն է։ Բայց ուզում եմ այսօր կեսօրին այցելել նրան։ Մի քանի բան բերել։ Մրգեր, ծաղիկներ։ Պետք չէ, մամ։ Հիվանդանոցը այցելություններ թույլ չի տալիս։ Երբվանից դա կանոնակարգ է սննդային թունավորման դեպքերի համար, Դավիթը համապատրաստից հորինեց, նայելով գնդապետին, որը հավանության նշան արեց։ Հետաքննում են, թե ինչն է առաջացրել նրա ռեակցիան։ Մեկ այլ լռություն։ Ավելի երկար։ Հետաքննում են, Սաթենիկը կրկնեց բառը։ Ինչ չափազանցություն։ Դա պարզապես հղիության սովորական անհարմարություն էր։ Բժիշկները համաձայն չեն։ Բժիշկները միշտ չափազանցնում են։ Ճանճից փիղ են սարքում, իրենց անհեթեթ հոնորարները արդարացնելու համար, նրա ձայնն այժմ վատ թաքցրած ագրեսիվություն ուներ։ Դավիթ, այդ աղջիկը քեզ մանիպուլյացիայի է ենթարկում։ Նա միշտ դրամատիկ է եղել։ Այդպես մի խոսիր Անահիտի մասին։ Ես խոսում եմ, ինչպես ուզում եմ, Սաթենիկը մի պահ կորցրեց ինքնատիրապետումը։ Ես քո մայրն եմ, գիտեմ, թե ինչն է քեզ համար լավագույնը։ Այդ կինը հայտնվեց ոչ մի տեղից, չափազանց արագ հղիացավ, հիմա այս ամբողջ սկանդալն է սարքում ամանորյա գիշերը։ Չես կարծում, որ ամեն ինչ շատ հարմար է։ Դավիթը նայեց Անահիտին, տեսնելով նրա դեմքով հոսող լուռ արցունքները։ Իր ներսում մի բան վերջնականապես կոտրվեց։ Գիտես, ինչն եմ ես հարմար համարում, մամ։ Կարինեն, Յուլիան, Արմինեն։ Բոլորը հղի։ Բոլորը մահացած կամ կործանված մեր տանը ընթրիքներից հետո։ Բոլորը այն բանից հետո, երբ դու հասկացրիր, որ նրանց հավանություն չես տալիս։ Մյուս կողմում լռությունը բացարձակ էր։ Երբ Սաթենիկը վերջապես խոսեց, նրա ձայնը մաքուր սառույց էր։ Զգույշ եղիր, թե ինչ ես ակնարկում, Դավիթ։ Դրանք շատ լուրջ մեղադրանքներ են քո իսկ մոր դեմ։ Դրանք ակնարկներ չեն։ Փաստեր են։ Եվ կյանքումս առաջին անգամ ես կընտրեմ այն կնոջը, որին սիրում եմ, այլ ոչ թե այն կնոջը, որն ինձ լույս աշխարհ է բերել։ Նա անջատեց հեռախոսը, նախքան մայրը կկարողանար պատասխանել։ Ձեռքերն այնքան էին դողում, որ հեռախոսը գցեց։ Անահիտը մեկնեց ձեռքը, նա բռնեց այն, կարծես դա փրկողակ լիներ նավաբեկության մեջ։ Գնդապետ Արամը դիտում էր ամեն ինչ լուրջ արտահայտությամբ։ Նա հիմա իրեն սպառնալիքի տակ կզգա։ Սպառնալիքի տակ գտնվող մարդիկ անկանխատեսելի բաներ են անում։ Ես այստեղ, հիվանդանոցում, գաղտնի ոստիկանական պահպանություն գտնեմ։ Եվ մենք պետք է արագացնենք ապացույցների հավաքումը, նախքան նա հնարավորություն կունենա ինչ-որ բան ոչնչացնելու։ Հաջորդ ժամերին քննիչների թիմը ժամանեց Բաղդասարյանների առանձնատուն, խուզարկության առգրավման օրթերով։ Սաթենիկը նրանց ընդունեց ցանկացած կասկածից վեր լինելուն սովոր մարդու ողջ վիրավորված արժանապատվությամբ։ Լուսինեն ներկա էր, ինչպես նա ընտանիքի փաստաբանը, որը ռեկորդային ժամանակում հասել էր։ Մինույն ժամանակ հիվանդանոցում Անահիտն ընդունեց մեկ այլ կարևոր այցելուի։ 30 անց մի կին, նիհար, կարճ մազերով, սուր հայացքով։ Նա ներս մտավ բուժքրոջ ուղեկցությամբ ներկայացավ։ Անահիտ Սարգսյան։ Իմ անունը Արմինե Պետրոսյան է։
Անահիտը նրան անմիջապես ճանաչեց հետաքննության ֆայլերից։ Կինը, որը կորցրել էր երկվորյակներին, որը դարձել էր անպտուղ, որը երբեք չէր կարողացել ոչինչ ապացուցել Սաթենիկի դեմ։ Ես գիտեմ, թե ով եք դուք, Անահիտն ասաց մեղմորեն։ Գնդապետ Մարտիրոսյանից զանգ ստացա։ Նա ինձ պատմեց, թե ինչ է կատարվում, Արմինեն մոտեցավ մահճակալին, աչքերը փայլում էին։ Նա ասաց, որ այս անգամ դուք ապացույցներ ունեք։ Իրական ապացույցներ։ Այո։ Ունենք։ Արմինեն փակեց աչքերը, արցունքները հոսում էին։ Փառք Աստծո։ Փառք Աստծո, նա նայեց Անահիտի որովայնին։ Փրկիր այդ երեխային։ Արա այն, ինչ ես չկարողացա անել։ Պաշտպանիր այդ երեխային։ Կպաշտպանեմ, խոստացավ Անահիտը։ Եվ կապահովեմ, որ Սաթենիկը վճարի այն ամենի համար, ինչ արել է քեզ հետ։ Բոլորիդ հետ։ Երկու կանայք գրկախառնվեցին, միավորված ընդհանուր ցավով արդարության նորացված հույսով։ Կեսօրին լաբորատոր առաջին արդյունքները եկան։ Տեխնիկները հատուկ նյութի հետքեր էին գտել Անահիտի օգտագործած ափսեներում։ Նույն նյութը, որը հայտնաբերվել էր նրա արյան մեջ։ Եվ ամենակարևորը, նրանք գտել էին մատնահետքեր։ Սաթենիկինը։ Միայն նրանը։ Ափսեի տակ, որտեղ ինչ-որ մեկը պետք է դիպչեր, զգուշորեն ինչ-որ բան ավելացնելու համար։ Բացի այդ, առանձնատան խուզարկությունը բացահայտեց մի բան, որն էլ ավելի մեղադրական էր։ Սաթենիկի ննջասենյակի կողպված պահարանում, հին զարդատուփի մեջ, մի փոքրիկ սրվակ կար։ Պիտակը մասամբ ջնջված էր, բայց պարունակությունը ճշգրիտ համապատասխանում էր նրան, ինչ գտնվել էր Անահիտի օրգանիզմում։ Արամը զանգեց, տեղեկացնելու Անահիտին Դավիթին։ Մենք նրան բռնել ենք։ Ֆիզիկական, մատնահետքային ապացույցներ, ամեն ինչ։ Նա այս անգամ չի խուսափի։ Դավիթը նստած էր Անահիտի կողքին, բռնած նրա ձեռքը։ Նա լուռ լաց եղավ, լսելով հաստատումը։ Նրա մի մասը դեռ հույս ուներ, որ ինչ-որ սխալ կա, ինչ-որ այլընտրանքային բացատրություն։ Բայց իրականությունն անխուսափելի էր։ Սաթենիկ Բաղդասարյանը, Երանյան հասարակության հարգված տոհմապետուհին, բարեգործական հաստատությունների բարերարը, նվիրյալ այրին, մի կին էր, որը փորձել էր թունավորել սեփական հղի հարսին։ Եվ հավանաբար նույնն արել էր այլ կանանց հետ նախկինում։ Երբ ոստիկանները ժամանեցին առանձնատուն, Սաթենիկին ձերբակալելու, նա նստած էր հյուրասենյակում, անթերի հագնված, կարծես սպասում էր նրանց։ Լուսինեն նրա կողքին էր, լաց լինելով։ Փաստաբանները փորձեցին բողոքել, բայց օրթերները պարզ էին։ Սաթենիկը ոտքի կանգնեց ողջ արժանապատվությամբ, որը կարողացավ հավաքել։ Սա անհեթեթություն է։ Թյուրիմացություն, որը կպարզաբանվի։ Տիկին Բաղդասարյան, դուք ձերբակալվում եք ծանրացուցիչ հանգամանքներում սպանության փորձի մեղադրանքով, սպան կարդաց նրա իրավունքները, ձեռնաշղթաները դնելիս։ Տասնամյակների ընթացքում առաջին անգամ Սաթենիկ Բաղդասարյանը լիովին կորցրեց ինքնատիրապետումը։ Այդ կինը կործանեց իմ ընտանիքը։ Նա եկավ մեզ բաժանելու։ Իմ տղային ինձնից խլելու, նրա ձայնն արձագանքեց դատարկ տանը։ Ես պարզապես պաշտպանում էի այն, ինչն իմն է։ Եվ ահա այն։ Խոստովանությունը։ Ձայնագրված ոստիկանների մարմնի տեսախցիկներով։ Վկայված փաստաբանների կողմից։ Անհնար ժխտել կամ հետ վերցնել։ Երբ լուրը հասավ հիվանդանոց, Անահիտը վերջապես թույլ տվեց, որ ամիսների լարվածությունը թուլանա։ Նա լաց եղավ Դավիթի գրկում, թեթացման, հյուծվածության դառը հաղթանակի արդյունքներով։ Որովհետ ընտանիք կործանելու մեջ ուրախություն չկար։ Միայն տխուր անհրաժեշտություն, կանխելու ավելի շատ կյանքերի կործանումը։ Դավիթը գրկեց նրան, երկուսն էլ իմանալով, որ իրենց կյանքերն այլս երբեք նույնը չեն լինի։ Ամանորը, որը պետք է տոնակատարություն լիներ, դատավարություն էր դարձել։ Տունը, որը պետք է օջախ լիներ, բանտ էր բացահայտվել։ Եվ կինը, որը պետք է պաշտպաներ իր ընտանիքը, դարձել էր նրա ամենամեծ սպառնալիքը։ Դրսում անձրը շարունակում էր տեղալ Երանի վրա, լվանալով փողոցները, մաքրելով օդը։ Եվ արհեստական լույսերով լուսավորված հիվանդասենյակում երկու սիրտ բաբախում էր համաչափ։ Անահիտը երեխան։ Փրկվածներ։ Վկաներ։ Կենդանի ապացույց, որ ճշմարտությունը, որքան էլ ցավոտ լինի, միշտ գտնում է դուրս գալու ճանապարհ։
3 ամիս անցավ այն ամանորյա գիշերից, որը փոխեց ամեն ինչ։ Մարտը եկել էր, իր հետ բերելով Երանին բնորոշ խոնավ ջերմությունը, դրա հետ մի շարք փոփոխություններ, որոնք ոչ ոք չէր կարող լիովին կանխատեսել։ Անահիտը նստած էր այն բնակարանի փոքրիկ այգու փայտե նստարանին, որն այժմ կիսում էր Դավիթի հետ, հեռու Վահագնի թաղամասի առանձնատնից, հեռու աղտոտված հիշողություններից։ Տեղը պարզ էր, համեստ շենք արաբկիրում, բայց մի բան ուներ, որ Բաղդասարյանների տունը երբեք չուներ։ Իսկական խաղաղություն։ Նա շոյում էր 9 ամսական հսկայական որովայնը, զգալով երեխայի աճող ուժգնությամբ հարվածները։ Քիչ մնաց, սիրելիս։ Շուտով կճանաչես այս աշխարհը, որը մայրիկը փորձում է մի փոքր ավելի լավը դարձնել։ Դավիթը դուրս եկավ պատշգամբ, բերելով 2 բաժակ բնական հյութ։ Նա կարծես մի քանի ամսում տարիներով ծերացել էր, բայց այժմ նրա աչքերում մի ուրիշ բան կար։ Մի պարզություն, որը նախկինում չկար։ Ցավից ճշմարտությունից ծնված ուժ։ Փաստաբանը զանգեց, նա նստեց կողքին։ Դատավարությունը նշանակվել է հաջորդ շաբաթ։ Վերջնականապես։ Անահիտը գլխով արեց, այդ պահին սպասելով այնքան երկար։ Ինչպե՞ս ես քեզ զգում։ Դավիթը խորը շունչ քաշեց, նայելով հորիզոնին, որտեղ Երանի շենքերն անվերջ ձգվում էին։ Դեռ չգիտեմ։ Որոշ առավոտներ արթնանում եմ մի քանի վայրկյանով մոռանում։ Կարծում եմ նա կզանգի, ճաշի կհրավիրի, ինչ-որ բանից կբողոքի։ Հետո հիշում եմ։ Եվ ամեն ինչ նորից ցավում է։ Անահիտը բռնեց նրա ձեռքը։ Ցավում եմ։ Ցավում եմ, որ դու այդ կերպ իմացար, թե ով է իրականում մայրը։ Դու ներողություն խնդրելու բան չունես, Դավիթը նրան նայեց մի այնպիսի լարվածությամբ, որը դեռ զարմացնում էր նրան։ Դու փրկեցիր ինձ։ Փրկեցիր մեր որդուն։ Եվ հավանաբար փրկեցիր այլ կանանց, որոնց նա կվնասեր ապագայում։ Վերջին ամիսները հորցանուտ էին եղել։ Սաթենիկի ձերբակալությունը շաբաթներ շարունակ թերթերի գլխագրերում էր։ Երանյան բարձրաշխարհիկ հասարակությունը ցնցված էր։ Ինչպես կարող էր այդքան հարգված, բարեգործական գործերում այդքան ներգրավված կինը ընդունակ լինել նման սարսափելի բանի։ Բայց ապացույցներն անհերքելի էին։ Նրա սենյակում գտնված սրվակը։ Մատնահետքերը։ Նրա հետ կոնֆլիկտներից հետո ողբերգական ավարտ ունեցած հղի կանանց պատմությունը։ Եվ ամենակարևորը, նրա իսկ ձայնագրված խոստովանությունը։ Պաշտպանությունը փորձեց պնդել ժամանակավոր անմեղսունակություն, ախտաբանական խանդ, ցանկացած բան, որը կարող էր մեղմացնել պատիժը։ Բայց գնդապետ Արամը նրա թիմը մանրակրկիտ աշխատանք էին կատարել։ Յուրաքանչյուր ապացույց գրանցված էր, յուրաքանչյուր վկա, պատրաստ, մեղադրանքի յուրաքանչյուր կետ, ամուր հիմնավորված։ Արմինե Պետրոսյանը դարձավ առանցքային վկա։ Նա դատարանին պատմեց մի քաջությամբ, որին Անահիտը խորապես հիանում էր, 5 տարի առաջվա խորովածի գիշերվա մասին։ Այն մասին, թե ինչպես էր Սաթենիկը պնդել անձամբ պատրաստել իր ափսեն։ Ախտանիշների մասին, որոնք սկսվել էին րոպեներ անց։ Վաղաժամ ծննդաբերության մասին, որն արժեցել էր իր երեխաների կյանքը երեխաներ ունենալու իր իսկ կարողությունը։ Այլ կանայք հայտնվեցին։ Զարմիկների նախկին ընկերուհիներ, ընտանիքի ընկերներ, որոնք նմանատիպ փորձառություններ էին ունեցել, բայց երբեք չէին համարձակվել խոսել։ Լռության կայսրությունը, որը Սաթենիկը կառուցել էր տասնամյակների ընթացքում, սկսեց փլուզվել, յուրաքանչյուր ճակ բացահայտում էր ավելի շատ թաքնված սարսափներ։ Լուսինեն երկփեղկված էր մոր հանդեպ հավատարմության անխուսափելի ճշմարտության միջ։ Ի վերջո նա ընտրեց պաշտպանել սեփական երեխաներին, հեռանալով Սաթենիկից, Բաղդասարյանների ընտանիքի մնացած մասից։ Նա Դավիթին զանգեց մեկ անգամ, ձերբակալությունից 3 շաբաթ անց։ Ես չգիտեի, նրա ձայնը կոտրված էր։ Երդվում եմ, չգիտեի, թե նա ինչ է անում։ Եթե իմանայի, կկանխեի։ Դավիթը ցանկացավ հավատալ նրան, բայց նրա մի մասը միշտ կկասկածեր։ Ինչպես ոչ ոք չտեսավ։ Ինչպես ոչ ոք չնկատեց օրինաչափությունը։ Թե բոլորը տեսել էին, ընտրել էին չտեսնել, որովհետև դա ավելի հարմար էր։ Բաղդասարյանների ընտանիքը, որը մի ժամանակ հաջողության ավանդույթի խորհրդանիշ էր, դարձավ մութ գաղտնիքների խաբուսիկ արտաքինի հոմանիշ։ Գործերը տուժեցին։ Գործընկերությունները խզվեցին։ Անունը, որը Վարդանը կառուցել էր այդքան ջանքով, արատավորվեց, գուցե անդառնալիորեն։ Բայց ողջ կործանման մեջ մի նոր բան էր ծնվում։
Բառացիորեն։ Անահիտը ուժեղ գծկում զգաց բռնեց որովայնը։ Դավիթն անմիջապես նկատեց. «Ժամանակն է»։ «Կարծում եմ, այո», նա ժպտաց, հուզմունքի նյարդայնության խառնուրդով։ «Մեր երեխան լավ օր է ընտրել գալու համար»։ Մարտի 25-ն էր, ուղիղ 3 ամիս այն ճակատագրական ամանորից հետո։ Կարծես երեխան իմանար, որ ժամանակն է լիակատար նորոգություն բերելու, տրավմայի ամսաթիվը վերսկսման խորհրդանիշի վերածելու։ Ծննդաբերությունը տեղի ունեցավ նույն Նաիրի բժշկական կենտրոնում, որտեղ Անահիտը ամիսներ առաջ պայքարում էր կյանքի համար։ Բայց այս անգամ վախ կամ կասկածներ չկային։ Միայն առաջին անգամ ծնող դարձողների նյարդային ուրախությունը։ Բժիշկ Սոնա Մելքոնյանը, որն ուղեկցել էր Անահիտին ողջ հղիության ընթացքում այն գիշերից հետո, ներկա էր։ Նա բռնեց Անահիտի ձեռքը ծննդաբերության ժամերին, առաջարկելով ոչ միայն բժշկական աջակցություն, այլ քաջալերանք մի կնոջ կողմից, որը տեսել էր այս պատմությունը սկզբից հետ։ «Դու ամենախիզախ մարդն ես, ում երբեք ճանաչել եմ», ասաց Սոնան, մինչ Անահիտը շնչում էր մեկ այլ կծկման միջով։ «Եվ դու հիանալի մայր ես լինելու»։ Երեկոյան ժամը 6-ին, երբ մայր մտնող Արը Երանի երկինքը ներկում էր նարնջագույն վարդագույն երանգներով, ծննդատան սենյակում ուժեղ լաց արձագանքեց։ Անահիտն ու Դավիթը նայեցին այն փոքրիկ էակին, որը նոր էր եկել աշխարհ։ Տղա։ Առողջ, կատարյալ, կյանքով լի։ Բարի գալուստ, փոքրիկ Նարեկ, Դավիթը շշնջաց, դեմքով հոսող արցունքներով։ Քո անունը հոգոր բժշկության խորհրդանիշ է, դու բժշկեցիր մեր ընտանիքն այնքան շատ ձերով։ Անահիտը երեխային գրկեց, զգալով նրա տակ իրական կշիռը կրծքին։ Նայեց այն կնճռոտ դեմքին, այն աչուկներին, որոնք փորձում էին բացվել, այն մանրիկ ձեռքերին, որոնք արդեն կառչում էին նրա մատից։ Եվ իմացավ, բացարձակ վստահությամբ, որ ամեն ինչ արժեր։ Վախի յուրաքանչյուր պահը, յուրաքանչյուր հաշվարկված ռիսկը, յուրաքանչյուր անքուն գիշերը։ Ամեն ինչ, որպեսզի այս կյանքը կարողանար գոյություն ունենալ, պաշտպանված սիրված։ Գնդապետ Արամն այցելեց հաջորդ օրը, բերելով ծաղիկներ փափուկ արջուկ։ Նա նայեց Նարեկին այն հոգնած ժպիտով, որը բնորոշ է շատ խավար տեսած լույսի ցանկացած շող գնահատող մարդուն։ Նա հիասքանչ է։ Շնորհավորում եմ ձեզ երկուսիդ, Արամը շրջվեց դեպի Անահիտը։ Եվ պաշտոնապես, ուզում եմ տեղեկացնել, որ դուք լիովին ազատված եք ակտիվ ծառայությունից։ Ձեր առաքելությունն ավարտված է։ Փայլուն, պետք է ավելացնեմ։ Շնորհակալ եմ, գնդապետ, Անահիտը ժպտաց։ Բայց կարծում եմ, իմ գաղտնի գործողությունների օրերն ամեն դեպքում ավարտվել են։ Ես հիմա այլ առաջնահերթություններ ունեմ։ Եվ դրանք ճիշտ առաջնահերթություններ են, նա նայեց Դավիթին։ Գիտեմ, որ ձեզ համար հեշտ չէր, երիտասարդ։ Այդ կերպ ամեն ինչ իմանալ ձեր մոր մասին։ Դավիթը գլուխը թափ տվեց, աչքերը հառած Նարեկին։ Հեշտ չէր։ Բայց ես նախընտրում եմ ցավոտ ճշմարտությունը հարմարավետ ստից։ Գոնե հիմա գիտեմ, թե ինչից եմ պաշտպանում իմ որդուն։ Հաջորդ օրերին Անահիտն ու Դավիթը հարմարվեցին ծնողների նոր առօրյային։ Անքուն գիշերներ, փոխված տակտիրներ, անբացատրելի լացեր։ Բայց նա սիրտ հալեցնող ժպիտներ, մատներ բռնող ձեռքեր, երեխայի քաղցր հոտ, որը ստիպում էր ամեն ինչին արժենալ։ Նարեկի ծնունդից մեկ շաբաթ անց սկսվեց Սաթենիկի դատավարությունը։ Անահիտը չմասնակցեց առաջին օրերին, դեռ վերականգնվելով ծննդաբերությունից։ Բայց Դավիթը գնաց, զգալով, որ պետք է ականատես լինի այդ պատմության ավարտին։ Մորը ձեռնաշղթաներով իր էլեգանտ կոստյումների փոխարեն բանտի համազգեստով տեսնելը մի ցնցում էր, որը նա երբեք չէր մոռանա։ Սաթենիկը փոխվել էր։ Ավելի ծեր, ավելի փխրուն, բայց դեռ այն կոշտ հայացքով, որը փորձում էր վերահսկողություն պահպանել ամեն ինչի վրա։ Երբ նրանց հայացքները խաչվեցին դատարանի դահլիճում, Սաթենիկը փորձեց ժպտալ։ Ժպիտ, որն ասում էր՝ «Ներիր ինձ, հասկացիր ինձ, ես դա արել եմ սիրուց»։ Բայց Դավիթը պարզապես հայացքը փախցրեց։ Սերը չի թունավորում։ Սերը չի սպանում։ Սերը չի կործանում սեփականության վերահսկողության անվան տակ։ Դատավարությունը տեց 2 շաբաթ։ Վկա վկայի հետից, ապացույց ապացույցի հետից։ Դատախազությունը կառուցեց այնքան ամուր գործ, որ նույնիսկ պաշտպանության փաստաբանները կարծես հաշտվել էին։ Ի վերջո, երդվյալ ատենակալները խորհրդակցեցին ընդամենը 3 ժամ։ Մեղավոր բոլոր մեղադրանքներով։
Դատավճիռը կարդացվեց այն հանդիսավորությամբ, որը պահանջում են նման գործերը։ Սաթենիկ Բաղդասարյանը դատապարտվեց 20 տարվա ազատազրկման, Անահիտի երեխայի դեմ ծանրացուցիչ հանգամանքներում սպանության փորձի, ինչպես նրա ձեռքից տուժած այլ կանանց հետ կապված մեղադրանքների համար։ Երբ պահակները նրան տանում էին, Սաթենիկը վերջին անգամ հետ նայեց։ Նրա աչքերը փնտրեցին Դավիթին հանդիսատեսի մեջ։ Նա այնտեղ էր նստած Արմինե Պետրոսյանի կողքին, շրջապատված կանանցով, որոնց մայրը փորձել էր կործանել, որոնք այժմ ականատես էին նրա անկմանը։ Դավիթն այս անգամ հայացքը չփախցրեց։ Նա ուղիղ նայեց մորը, թույլ տալով, որ նա տեսնի, որ ինքն ընտրել է կողմ։ Ընտրել է ճշմարտությունը։ Ընտրել է պաշտպանել անմեղներին, մեղավորներին թաքցնելու փոխարեն։ Ընտրել է լինել այլ մարդ, քան այն, ինչ նա փորձել էր ձավորել իրենից։ Սաթենիկի արտահայտությունը փոխվեց։ Մի պահ վերահսկողության դիմակը լիովին ընկավ, Դավիթը տեսավ մի բան, որը երբեք չէր սպասում տեսնել։ Ոչ զղջում, ոչ խղճի խայտ, այլ անկեղծ անըմբռնողություն։ Նա իսկապես չէր հասկանում, թե ինչու է ինքը լքել նրան, թե ինչու են բոլորը լքել նրան։ Իր աղավաղված մտքում նա զոհն էր։ Չհասկացված մայրը, որը պարզապես փորձել էր պաշտպանել իր ընտանիքը։ Եվ հենց այս վերջնական հասկացողությունն էր, որ լիովին ազատեց Դավիթին։ Նրա մայրը չար չէր մաքուր չարությունից։ Նա հիվանդ էր։ Կլանված վերահսկողության այնքան խորը կարիքով, որն արդարացնում էր ցանկացած գործողություն։ Եվ նա չէր կարող փրկել նրան։ Ոչ ոք չէր կարող։ 2 ամիս անց, մայիսյան արոտ մի օր, Անահիտն ու Դավիթն ամուսնացան փոքր մտերմիկ արարողությամբ։ Միայն մտերիմ ընկերներ, Անահիտի գործընկերները Ա.Ծ., Արմինե Պետրոսյանը, բժիշկ Սոնան գնդապետ Արամը։ Ոչ մի շքեղություն կամ մեծություն։ Միայն իսկական սեր անկեղծ խոստումներ։ Նարեկը հանգիստ քնած էր կնքամայր Արմինեի գրկում, մինչ ծնողները փոխանակում էին ուղտերը։ Անահիտը հագել էր պարզ սպիտակ ժանյակե զգեստ, Դավիթը՝ մուգ կապույտ կոստյում։ Ոչ մի պատրանք, ոչ մի պահպանվելիք արտաքին։ Պարզապես 2 մարդ, որոնք անցել էին կրակի միջով, ընտրել էին միասին մնալ մյուս կողմում։ Երբ քաղաքացիական կացության ակտերի գրանցման պաշտոնյան նրանց հայտարարեց ամուսին կին, նրանք համբուրվեցին հուզված ծափահարությունների ներքո։ Եվ այնտեղ, այդ պարզ կատարյալ պահին, ամանորը, որը քիչ էր մնում կործաներ նրանց, դարձավ պարզապես հեռավոր հիշողություն։ Նրանց կյանքի փակված գլուխ։ Անահիտը ամիսներ անց վերադարձավ աշխատանքի, բայց այլ պաշտոնում։ Նոր գործակալների հրահանգիչ, կիսվելով իր փորձով, սովորեցնելով ներթափանցման տեխնիկաներ։ Բայց միշտ էթիկական սահմանների շեշտադրմամբ, իմանալով, թե երբ է առաքելությունը դադարում արժանալ անձնական ռիսկին։ Դավիթը վերակառուցեց ընտանեկան բիզնեսը, վերացնելով կասկածելի գործելակերպերը, հաստատելով նոր ղեկավարություն, փորձելով ազնիվ կերպով վերականգնել Բաղդասարյան անվան հեղինակությունը։ Դա դժվար աշխատանք էր, շատ օրեր նա կասկածում էր, թե արդյոք արժե։ Բայց նայելով խաղացող Նարեկին, լսելով նրա ծիծաղը, տեսնելով Անահիտի անկեղծ ժպիտը, այս ամենը հիշեցնում էր, թե ինչու էր արժե։ Մի գիշեր, այն ճակատագրական ամանորից գրեթե 1 տարի անց, Անահիտը Նարեկին քնեցրեց միացավ Դավիթին պատշգամբում։ Քաղաքը տարածվում էր նրանց առջ, միլիոնավոր լույսեր թարթում էին խավարում։ Կարծում ես, նա մի օր տատիկի մասին կհարցնի, Դավիթը խախտեց լռությունը։ Կհարցնի, Անահիտը փարվեց նրան։ Եվ երբ հարցնի, մենք ճշմարտությունը կպատմենք։ Հարմարեցված նրա տարիքին, բայց ճշմարտությունը։ Իսկ ինչ ենք ասելու։ Որ երբեմն մարդիկ, որոնց մենք սիրում ենք, սարսափելի ընտրություններ են կատարում։ Որ իսկական սերը չի վերահսկում կամ կործանում։ Որ ընտանիքը միայն արյունը չէ, այլ ընտրություն։ Եվ որ նա սիրված է եղել նույնիսկ մինչ ծնվելը, պաշտպանված մեր էության յուրաքանչյուր թելիկով։ Դավիթը համբուրեց նրա գլխի կատարը։ Նրա բախտը բերել է, որ քեզ նման մայր ունի։ Մեր բախտն է բերել, որ նրան ունենք, ուղեց Անահիտը։ Նա մեզ փրկեց այնքան, որքան մենք նրան։ Եվ դա ճշմարտություն էր։ Նարեկը ոչ միայն փրկված երեխան էր։ Նա կատալիզատորն էր, որը ճշմարտությունը ստիպեց լույս աշխարհ գալ։ Նա ապացույցն էր, որ քաոսից ցավից կարող են գեղեցիկ բաներ ծնվել։ Նա այն նորոգությունն էր, որը ամանորը պետք է բերեր, պարզապես մի քանի ամիս ուշացումով հասավ։
Ներսում Նարեկը հանգիստ քնած էր իր օրորոցում, անտեղյակ այն փոթորիկներից, որոնք շրջապատել էին նրան նույնիսկ մինչ իր ծնունդը։ Նա երազում էր մանկական, պարզ մաքուր երազներ։ Եվ նրա շուրջը համեստ, բայց իսկական սիրով լի բնակարանում նրա ծնողները կառուցում էին նոր պատմություն։ Մի պատմություն, որտեղ գաղտնիքները թույլատրված չէին։ Որտեղ վերահսկողությունը տեղը զիջում էր վստահությանը։ Որտեղ արտաքինը ավելի քիչ էր կարևոր, քան ճշմարտությունը։ Մի պատմություն, որտեղ ամանորը նորից կլիներ անկեղծ տոնակատարություն, ոչ թե վտանգավոր խաղերի բեմ։ Տարիներ անց, երբ Նարեկը կհարցնի այն գիշերվա մասին, որը քիչ էր մնում արժանար նրա կյանքը նույնիսկ մինչ ծնվելը, Անահիտն ու Դավիթը կպատմեն։ Կբացատրեն զգույշ բառերով հոգեկան հիվանդության, իշխանության կողմից ապականվելու մասին, այն մասին, թե ինչպես երբեմն մարդիկ, որոնք պետք է մեզ պաշտպանեն, ամենաշատն են մեզ սպառնում։ Բայց նա կպատմեն քաջության մասին։ Դժվարը հարմարավետի փոխարեն ընտրելու մասին։ Սիրո մասին, որը դիմանում է նույնիսկ կրակով փորձվելիս։ Երկրորդ հնարավորությունների նոր սկիզբների մասին։ Որովհետև, ի վերջո, այդ ամանորը ոչ միայն գրեթե մահանալու մասին էր։ Այն ապրել ընտրելու մասին էր։ Ապրել իսկապես, ճշմարտությամբ, չնայած ամեն ինչին։ Եվ մինչ Երանը շարունակում էր իր խելահեղ պարը ներքում, անտարբեր այն անհատական դրամաների նկատմամբ, որոնք ծավալվում էին նրա միլիոնավոր տներում, Անահիտն ու Դավիթը մնում էին գրկախառնված։ Երկու փրկված։ Երկու հոգի, որոնք միմյանց մեջ գտան աներակայելիին դիմակայելու ուժը։ Ամանորը, որը պետք է վերջը լիներ, սկիզբ դարձավ։ Եվ այդ սկիզբը, չնայած իր ծննդյան ցավոտությանը, խոստանում էր ավելի գեղեցիկ լինել, քան ցանկացած շինծու երջանիկ ավարտ կարող էր լինել։ Որովհետև այն իրական էր։ Ազնիվ էր։ Նրանցն էր։ Պատմության ավարտը, սիրելի ունկնդիրներ, հուսով ենք, որ Անահիտի Դավիթի պատմությունը հուզեց ձեր սրտերը։ Եթե դուք հուզվեցիք քաջության, ճշմարտության նոր սկզբի այս ճանապարհորդությունից, դրեք ձեր հավանումը, բաժանորդագրվեք ալիքին մեկնաբանություններում գրեք, թե ինչն է ձեզ ամենաշատը տպավորել այս պատմության մեջ։ Անահիտի ուժն էր, Դավիթի վերափոխումը, թե վերջապես հաստատված արդարությունը։ Ամեն օր մենք բերում ենք այսպիսի լարված պատմություններ, որոնք բացահայտում են մարդկային հոգու ամենախորը կողմերը, որոնք մեզ ստիպում են մտածել ընտանիքի, ճշմարտության պաշտպանության ու սիրո իրական իմաստի մասին։ Ձեր մասնակցությունը շատ կարևոր է մեզ համար։ Կիսվեք մեկնաբանություններում, թե որ քաղաքից եք մեզ դիտում պատմության, որ մասն է ձեզ ամենաշատը հուզել։ Սպասում ենք ձեզ հաջորդ դրվագում մեկ այլ պատմությամբ, որը կխառնի ձեր զգացմունքները, կստիպի ձեզ կյանքի մասին մտածել այլ կերպ։